Այսօր տրամադրություն ունեմ ձեզ պատմելու մի հատ հեքիաթ։ Լինում է չի լինում։ Մի հատ մոլորակ, որին անվանում էին երկիր։ Որոշ մարդիկ այն ժամանակ կարծում էին, թե դա հարթ է, այսպես ասած տափակ է, հետո կարծեցին, թե կլոր է, որոշ մարդիկ կարծում էին, թե էլիպսաձև է և այլը, վերջը։ Այդպես էին կոչում այդ մոլորակին։ Այդ մոլորակի վրա կային շատ պետություններ։ Այդ պետությունները որոշել էին իրենց սահմանները գծել քարտեզի վրա, որպեսզի կարողանան այդ գծերի խախտման դեմ պայքարել, կոտորել իրար, ինչքան հիմարություն, ճիշտ է։ Եթե այդ գծերը չլինեին, միգուցե նաև նրանք երբեք չկռվեին միմյանց հետ։ Բայց այս ամեն ինչը նախօրոք էր պլանավորված, նախօրոք էր այս ամեն ինչը նախագծված։ Շատ ավելի հեռու ժամանակներից էր գալիս։ Որոշ մարդիկ ասում էին, որ մարդկությանը բերել այստեղ աճացրել են ֆերմայի պես, պատկերացնում եք։ Ասում էին, ինչ-որ այլ մոլորակից եկել են, այլ ավելի զարգացած ցիվիլիզացիաներ և որոշել են այստեղ էքսպերիմենտի համար այդ մոլորակի վրա, այսինքն աճեցնել մարդկային ցեղը։ Եվ տեսնելով, որ ինչպես են ապրում, ինչպես են ընթանում գործերը, երբեմն նրանք ցանկանում էին օգնել, տալ ավելի հետաքրքիր կարևոր գործիքներ, տեխնիկաներ, որ մարդիկ կարողանան զարգացնել երկիրը, իրենց առօրյա կյանքը հեշտացնել և այլը։ Բայց մարդկային գիտակցությունը գնալով աճում էր, զարգանում էին մարդիկ և երևի թե նրանք այդ տերերը կարծեցին, թե հարկավոր է խոչընդոտել դրան, որ մարդիկ չդառնան պայծառատես, հասկանան, որ իրենց գոյության շատ խնդիրներ սահմանափակված են։ Ուրեմն դուք պատկերացնում եք այդ մարդիկ, ովքեր բերեք ասենք այլ մոլորակցիները։ Այլ մոլորակցիներ իհարկե շատ կային, բայց այս ցեղը մի այլ տեսակի ցեղ էր և աշխատում էր ստրկացնել ժողովրդին, օգտագործել իր համար շահույթներ ձեռք բերելու։ Շատ հետաքրքիր առեղծված է, բայց ամեն ինչ իր պատճառներն ունի, հերթականությամբ կբացատրեմ։ Ուրեմն նրանք երբեմն մարդկանց տալիս էին, օրինակ, հեռուստացույց, հեռախոս և այլը, և քանի որ իրենք էին նշանակել տարբեր երկրներում, այնպես էին արել, որ իրենց ենթարկվող, իրենց սերունդների հետ, իրենց հետ ինչ-որ որևիցե ձևի կապնված, չգիտեմ գենետիկապես էր դա, թե ուղղակի իրենց մոգական հիպնոզի տակ, բայց իրենք նշանակում էին, ամեն ինչ անում էին, որ ամեն երկիր կառավարի իրենց մարդը, վեր այդպես ասենք, հեշտ հասկանալու համար։ Բայց դրանք պետք է ենթարկվեին իրենց, ինչ որ իրենք ասեին, այնպես էլ պետք է լիներ, իսկ նրանք էլ արդեն կկառավարեին ժողովրդին ըստ դրա։ Ավելի հեշտ է կառավարիչներ նշանակել այստեղ այնտեղ, քան անհատական հսկել, փոխել ժողովրդին կյանքը, գիտակցությունը, առողջությունը, այս ամեն ինչի համար ընդամենը պետք էր կառավարիչներ նշանակել։
Ուրեմն այսպես ապրում էին մարդիկ, պատերազմում եւ այլը, տարիներ, դարեր շարունակ, եւ մարդկանց կյանքը չէր բարելավում, միշտ չքավորություն էր, աղքատություն էր, համարյա թե բոլոր երկրներում, որոշ չնչին փոփոխություններով, որոշ տեղեր ավելի բարենպաստ պայմաններ էր ստեղծված, որպեսզի ասային, թե ահա սա է չափանիշը, այստեղ մարդիկ ավելի լավ են ապրում, եթե կարողացել էր երկրի կառավարիչ ընտրվել, թե ուժի զորով, թե խելքի, թե պատահականությամբ ինչ-որ մարդիկ, որոնք դրել էին այդ երկրի այն ժամանակ կոչվող սահմանադրության մեջ այնպիսի օրենքներ, որ երկար տարիներ պաշտպանելու էր այդ մարդկանց իրավունքները եւ բարգավաճ կյանքը։ Իսկ դրանից հետո արդեն սերունդները հարմարվել էին, դրան սովորել էին եւ իհարկե չէին հանդուրժի ոչ մի փոփոխություն դեպի վատը, որովհետեւ աչքները բացել, այդպես էլ տեսել էին արդեն հասունացել նման պայմաններում։ Բայց միայն որոշ երկրներ էին այդպես ապրում, չնայած իրենք էլ ունեին այն գաղտնի վնասները, որ կատարում էր իրենց երկրի կառավարիչները, բայց այդ ամեն ինչը իրենց պարզ դարձավ հետագայում, իհարկե։ Ուրեմն այս կառավարիչները շատ ագահ էին։ Ես կառավարիչներ, ինչպես պայմանավորվեցինք, կոչում եմ այդ երկրների թագավորներին։ Այն ժամանակ մի ժամանակ կոչում էին թագավոր, հետո դա փոխվեց մինիստրը, պրեզիդենտ, պրայմ մինիստրը եւ այլը, կապ չունի։ Բերեք ասենք կառավարիչներ, որպեսզի հիշենք, թե ում մասին է խոսքը։ Այս մարդիկ այնքան ագահ էին, գնում էին, թալանում էին շատ երկրներ, մղում էին իրենց զորքերը ժողովրդին եւ տարբեր պատրվակներով արդարացնում իրենց արածները։ Օրինակ կար մի երկիր կոչվում էր Աֆրիկա, այնտեղ շատ կային ատամաններ, տարբեր հանքային նյութեր, որ շատ թանկարժեք էին եւ նրանք սովածության եզրին, աղքատության, շատ ծայրահեղ աղքատության ու հազիվ գոյատևության եզրին թողնելով այդ երկրի ժողովուրդներին թալանում էին ունեցվածքը եւ հարստացնում միայն իրենց երկրները։ Իսկ եթե հանկարծ տեսնում էին մի այլ երկիր, որ ունի նավթ կամ այլ բաներ, նույնպես պատրվակով մտնում էին այդ երկիրը։ Օրինակ կարող էին ասել, թե այնտեղ terroristներ կան, մեր երկրին վտանգ է սպասվում terroristներից եւ այդ պատրվակով զորքեր էին մտցնում եւ արդեն կառավարում այնտեղի այդ թանկարժեք բնական միջոցները, որպեսզի նորից շահույթը բերեն, լցնեն իրենց գրպանները, իրենց երկրի բյուջեն, բայց իհարկե ժողովրդի կյանքը այդպես առանձնահատուկ չէր փոխվում։ Նույնիսկ այդ երկրներում կային ծեր մարդիկ, որոնց թոշակները այն ժամանակ թոշակներ էին տալիս խղճուկ, չէր բավականացնում, նույնիսկ ձմեռ մարդիկ սառում էին, չէին ուզում միացնել իրենց տաքացնելու գործիքները, որպեսզի խնայեն միջոցները կյանքի համար, ուտելիքի, այլ հարցերի առողջության համար եւ այդպես շատ դեպքեր էր նույնիսկ լինում, որ մարդիկ ցրտից, ցրտահարությունից ծերերը մահանում էին տանը։ Այո, մի զարմացեք։ Մի խոսքով, որտեղից սկսեմ նույնիսկ չեմ կարող ասել։ Այնքան բաներ կան պատմելու այդ երկար պատմության մեջ։ Ուրեմն նրանք որոշեցին այդ մի քիչ ավելի լավ ապրող երկրները իրենց կառավարիչները հրահանգստացան, որ հարկավոր է հիմա արդեն մարդկությանը քիչ-քիչ աննկատ ոչնչացնել։
Իրենք հասկացան, որ այլևս պետք չի, ամեն ինչն էլ կառուցված են, տներն էլ, շենքերն էլ, արդյունաբերությունն էլ, և կամուրջներն էլ, ինչ որ պետք է, մի խոսքով։ Իսկ այսքան շատ մարդ կառավարելը այնքան էլ հեշտ չէ։ Տարածքները բավականացնում էր բոլորին, շատ կային անմարդաբնակ տարածքներ, բայց իրենք ցանկանում էին լիակատար վերահսկողություն ունենալ բոլորի վրա, որովհետև շատ մարդիկ արդեն կոնտրոլից դուրս են, ինչպես հսկել բոլորի ուղեղը, բոլորի քայլը, բոլորի մտածմունքը, բոլորի հայացքները, դե ինչպես հասկանում եք, շատ դժվար է, ինչ մի քանի հոգու վերահսկել, ինչ միլիոնավոր մարդկանց։ Նույնիսկ սկսեցին որոշել, որ պետք է ամեն քայլի դնել տեսախցիկներ եւ այլը, մարդկանց արդեն լաբորատորիաներում որոշում էին, թե միգուցե հասկանանք, թե մարդը ինչպես է մտածում, ինչ է ուզում, հազար ու մի փորձարկումներ էին անում։ Նաև սկսեցին աճեցնել դաշտերում այնպիսի նյութեր, այնպիսի մրգեր, բանջարեղեններ, որոնք այն ժամանակ կոչում էին գենետիկապես մոդիֆიცված, օրինակ վերցնում էին տարբեր բանջարեղենների և կենդանիների գեները, միացնում իրար, դարձնում բանջարեղեն, որը իհարկե շատ վնասակար, արհեստական բան էր, բայց այդ պլանտացիաները շատ մեծ էին և ամենահարուստ միլիարդատերերը դրանց տերերն էին և իրենք առաջ էին մղում իրենց տեսությունը, թե մենք պայքարում ենք սովի դեմ, հիմա ավելի շատ կունենանք մթերքներ։ Երբ որ կային հարյուրավոր այլ ձևեր գյուղատնտեսություն զարգացնելու, մարդկանց կերակրելու, շատ մաքուր կերակուրներով, բայց չէ, իրենք ամեն ինչ սկսեցին անել, որ վնասեն մարդկանց առողջությանը։ Հիմա գուցե մտածես, թե ինչու ուղղակի չսպանեցին իրենց տեխնոլոգիայով և բոլորին վերջ տվեցին միանգամից։ Բանն այն է, որ եթե մարդկանց համար անտեսանելի է թշնամին, նրանք չեն հասկանում վնասը որ կողմից է գալիս, որպեսզի պայքարեն թշնամու դեմ։ Տեսանելի թշնամին ինչքան էլ որ հզոր լինի, տեսանելի է։ Ամենազորեղ թշնամին դա այն թշնամին է, որը անտեսանելի է, որ տեսնում ես ամեն ինչ կյանքում դժվար է, ամեն ինչ տակնուվայր է աշխարհում, բայց չես կարողանում մատը դնել մեկի վրա մեղավորի, որ հենց նրանք կամ նա է մեղավորը, պարզ ապացույցներ, որովհետև տեսանելի թշնամու դեմ հեշտ կլիներ պայքարելը և մարդիկ միշտ գլուխ էին կոտրում, թե ով, ինչու, օրինակի համար, երբ որ գնում էին ցույցերի, ամեն մարդ գնում էր պահանջելու որևիցե բան, օրինակ որևիցե թեմայի շուրջ, ստանում էին, մինչև ետ էին գալիս, արդեն օրենքը նորից էին փոխում և մարդիկ չէին գնում ցույցի այլևս։ Մարդիկ չէին հասկանում, որ այդ համակարգը, որ ստեղծված է, եթե դուք գնում եք բողոքում նրանց դեմ, օրինակ որևիցե հարցի շուրջ, այդ հարցը միգուցե և անեն ուղղեն, որպեսզի մարդկանց հանգստացնեն, տուն ուղարկեն։ Հաջորդ անգամ այլ օրենք են ընդունում, որ ուղղակի անհասկանալի տգեղ և վնասակար է ժողովրդին։ Հիմա այդ հարցի շուրջն են գնում, ցույցեր անում, պահանջում փոխել։ Այսպես շարունակ մարդիկ մեկ անգամ, 10 անգամ, 100 անգամ տարբեր երկրներում, տարբեր բաների շուրջ, արդեն մարդիկ սկսին կասկածել, որ
ինչու հարյուրավոր հարցերի շուրջ 100 անգամ ցույցեր անեն, մահակներով ծեծվեն ոստիկանների կողմից։ Եթե ավելի հեշտ չէր լինի համակարգը փոխել, սիստեմը փոխել, կառավարչին փոխել։ Դե կառավարչին փոխելուց սիստեմը մնում էր նույնը, գալիս էր մեկը, այդ նույն սիստեմի համաձայն աշխատում եւ իհարկե նա էլ էր դառնում այդ սիստեմի մի մաս եւ այդպես շարունակվում էր։ Այնպես որ մարդիկ շատ դժվար էին հասկանում, որ ամեն ինչի թշնամին դա հենց ստեղծված սիստեմն է, այդ նախագիծն է, որը որ հենց ստրկացնելու, մարդկանց վնասելու համար է։ Այդ երկրների մեջ կային մարդիկ, որոնք ամենահարուստները, թագավորները, բանկիրներ կային այն ժամանակ, այո։ Տարբեր երկրների պրեզիդենտները դարձել էին համախմբված մի ակումբի անդամ, որ միայն իրենք գիտեին, թե ինչ են խոսում, ինչ են անում եւ ծածուկ հավաքվում էին տարին մի անգամ տարբեր երկրներում, իրենք նշանակում էին օրը հավաքվում եւ ծածուկ խոսում տարբեր հարցերի շուրջ պայմանավորվում։ Լրագրողների մուտքը արգելված էր եւ ժողովրդին թաքուն էին պահում, որ իրենք այդպես հավաքվում են, որովհետեւ դա երկրի դավաճանություն է, երբ որ տարբեր երկրների ղեկավարները ծածուկ են հանդիպում, ամեն ինչ ծածուկ է, դրա համար դա կոչվում է դավաճանություն, որովհետև չգիտես ինչ հարցեր են քննարկում։ Բոլոր երկրների համարյա թե ղեկավարները եւ նաեւ թագավորական ընտանիքի անդամները հրավիրված էին այդ այսպես կոչվող, դրան կոչում էին Բիլդերբերգ կլուբ։ Եվ գիտեք նույնիսկ ինչ էին անում, հավաքվում էին անտառի մեջ, այնտեղ մի հատ շտատ կար, նահանգ կոչվում էր Կալիֆորնիա, դրա շրջակայքում կար մի հատ անտառ, այն կոչվում էր այդ տեղը, որ հավաքվում էին Բոհեմիան գրով։ Շատ տարօրինակ տեղ էր, շատ զարմանալի տեղ էր, որ նման կարգի բարձրաստիճան մարդիկ տարբեր երկրներից, բանկիրներ, մինիստրներ եւ այլը հավաքվում էին այդտեղ, ինչ անելու։ Դե իհարկե ոստիկանները փակում էին ճանապարհները, լրագրողները չէին կարող մոտենալ, ոչ ոք չգիտեր թե ներսը ինչ է կատարվում։ Եվ գնում էին միայն տղամարդիկ։ Եվ հետագայում նույնիսկ ի հայտ եկան նկարներ, ինչ պրեզիդենտներ են այնտեղ նստած, զվարճանում, եւ իրենք դա կոչում էին, եթե հանկարծ պարզվում էր, դա ուղղակի մեր հանգստյան վայրն է։ Այսպես ասած, տղաներով գործից հետո գնում ենք հանգստանալու, հետո ինչ։ Բայց հանկարծ մեկը այնտեղ սողոսկում է եւ կարողանում է մի քանի դրվագ նկարել եւ արագ փախչել։ Ուրեմն այնտեղ դրված է մի հատ մեծ երկար փուի արձան եւ այնտեղ կատարվում է շատ տարօրինակ ցերեմոնիա, գոռոցների, ճվոցների, ոռնոցների տակ, իբր մարդ են զոհաբերում այդ փուի արձանի ոտքերին։ Դե քանի որ նկարը հեռվից էր չի երևում, իսկական մարդ է, թե ուղղակի սիմվոլ, միգուցե նաև առաջներում այլ է եղել։ Մի խոսքով մի վախեցեք, սա հեքիաթ է, շարունակենք։ Բայց այդ երկրի ղեկավարները նույնպես, տեսնում եք ինչքան հետաքրքիր հեքիաթ է, ինչեր ասես չի լինում հեքիաթներում։ Նրանք
որոշել էին պաշտել այն Աստծուն, որը որ ոչ թե այն Աստվածն էր, որի գրքի վրա իրենք երդվում էին ուտում, իրենց երդվում էին իրենց պաշտոնները ստանալիս, այլ թաքուն հավաքվում են և պաշտում ինչ որ այսպես կոչված սատանա կոչվող իրենց Աստծուն և ամեն ինչ անում էին, որ նրան հաճոյանան, նրա ասածները կատարեն, ինչ որ ուժով կապվեն նրա հետ, չգիտեմ թե ինչներին էր դա պետք, բայց դա ասում էին, թե նրանց հաջողություն է բերում իբր թե, բայց դե իհարկե սատանան օգտագործելով նրանց, տալով նրանց ամեն ինչ որ ցանկանում էին, մի օր բերում էր, գլորում էր անդունդից, ծիծաղելով նրանց վրա, հռհռալով նրանց վրա, դարձնում փոշի ոտքերի տակ խայտառակում, կամ անձնական կյանքում, կամ քաղաքական կյանքում, վերջը միշտ էլ կործանվում էին ամենքը իր ձևով, մեկը թմրամոլությամբ, մեկը հարբեցողությամբ, մեկը ընտանիքի անդամների կորուստներով ու թմրամոլությամբ, մի խոսքով ոչինչ էլ լավ չէր վերջանում, բայց իհարկե մարդիկ ագահ էին և ցանկանում էին ավելին ու ավելին, կարծելով թե ամեն ինչ երջանկությունը դա իշխանության և հարստության մեջ է, ինչքան շատ փող, այնքան մեծ ուժ, մեծ իշխանություն, բայց ինչքան էլ որ ունեցան, ինչքան էլ այդ մարդիկ ունեցան, ոչ ոք իրոք երջանիկ չէր, ոչ ոքի դեմքին դու երջանկություն չէիր տեսնի, ահա թե ինչեր է կատարվում հեքիաթներում և շարունակենք։ Ուրեմն այս կառավարիչները պետք է ենթարկվեին նաև այդ այսպես ասած ռեպտիլոիդ ցիվիլիզացիային։ Նրանք ասեցին, որ պետք է անենք շատ բաներ, որպեսզի դանդաղ, առանց նկատելի վնաս հասցնենք մարդկությանը, քիչ գնա բնաջնջման և այն քիչ քանակը որ մնա, դրանք կձևափոխենք գենետիկապես, կդնենք նրանց մեջ նանոտեխնոլոգիա և միշտ կհետևենք նրանց ուղեղի աշխատանքներին և կարող ենք նրանց ներշնչել, այսպես ասած, հոլոգրամ իրականություն, որտեղ նրանք միշտ իրենց երջանիկ են զգում և իրականությունը բոլորովին չեն տեսնում։ Հետաքրքիր էր, թե ինչպես էին պատրաստվում դա անել, բայց շարունակենք մնացածը։ Ուրեմն սրանք որոշեցին տարբեր մեթոդներ փնտրել։ Ասեցին բերեք գիտեք ինչ անենք, ջուրը շատ են խմում մարդիկ, օրինակ բերեք ջրամբարների մեջ լցնենք այնպիսի նյութեր, որ աշճանաբար վնաս բերի առողջությանը, բայց մարդիկ չկարողանան հասկանալ, թե որտեղից է գալիս իրենց վնասները իրենց առողջությանը, օրինակ դա երկար է տևում իհարկե և չես կարող ապացուցել կոնկրետ ինչ նյութից դու օրինակ դարձար սրտի հիվանդ, այն ժամանակ կային այո սրտի հիվանդներ, դիաբետիկներ էին կոչվում, հազարումի, երթի, մյուս տարբեր օրգանների, ուղեղի, այնպես որ նրանք որոշեցին լցնել ֆլորայդ ջրի մեջ, ասեն բերեք լցնենք ֆտոր, նրանք հասկացան, որ ֆտորը շատ վնասակար է, մարդու ուղեղի համար ավելի 10%-ից ավել դա ուղեղի աշխատանքին խանգարում է և մի շարք այլ ցուցակը շատ մեծ է, բայց այս հեքիաթի մեջ չէի ուզենա ասել, դա այդքան էլ կարևոր չէ, հավատացեք, որ շատ վնասակար մի բան, բայց դե իհարկե պետք էր արդարացնել այդ ինչու են լցնում։ Բերեք ասենք ձեր
ատամներին օրինակ օգտակար է, որպեսզի ձեր ատամները չկայքայեն։ Դուք պատկերացնում եք ինչքան ծիծաղելի է, երբ որ նրանք բոլորովին ինչու պետք է հետաքրքրվեն ձեր մարդկանց ատամներով, մնացած բոլոր հիվանդություններով չեն հետաքրքրվում առողջության, հենց ատամների մասին էին մտածում։ Շատ ծիծաղելի էր, բայց մարդիկ այնքան հավատում էին, ազնիվ էին, միամիտ էին։ Նրանք երբեք չէին պատկերացնում, որ իրենց կառավարիչները իրենց լավը չեն ուզում, կուզենան իրենց իսկ ժողովուրդներին վնասել։ Միշտ այդպես միամիտ են կարծել, բայց միշտ վերջում հակառակն է պարզվել, որ շատ են եղել դեպքեր, որ հենց իրենցից երկրի կառավարիչը իր երկրի ժողովրդին ավելի շատ է վնասել, քան հակառակորդ երկրի կառավարիչները։ Մի խոսքով բերեք լցնենք լցրին, հետո որոշին տարբեր արդյունաբերության թափոններ կային, օրինակ ալյումինիում եւ այլը, որ չէր կարելի լցնել բնության մեջ, դա շատ մեծ, այսպես ասած, շտրաֆների турք չէ, ինչպես են կոչում դա, կպաշտվեին մեծ գումարով, եթե նետեին բնության մեջ ավելի շատ էին մտածում բնության մեջ, քան մարդկանց։ Բերեցին լցրին նաև այդ ամբարները, ջրամբարները։ Նաև սկսին ավելացնել հետագայում։ Մի խոսքով տեղեր կային նույնիսկ։ Ասում էին, որ կան երկրներ, որ օրինակ դրանցից մեկը կոչվում էր Ամերիկա, այնտեղի ջրամբարներում լցնում էին նաև նրբերը հանգստացնող դեղեր, հազարումի, չգիտեմ, չեմ հիշում հիմա 30-ից թե 50 տարբեր տեսակի նյութեր։ Դուք պատկերացնում եք, ոչ դոզակարգ, մեկը շատ է խմում, մեկը քիչ է խմում, ինչպես կարելի է այդքան քիմիական նյութեր լցնել, խառնել ջրի հետ։ Դե իհարկե ջուրը շատ է օգտագործվում, մարդկանց անմիջապես վնաս չի տալիս, միկրոդոզաներ էին։ Այդպես էլ մարդիկ չէին հասկանում, որ իրենց պետք է բոլորին գնել ֆիլտրներով, հատուկ սարքեր ֆիլտրավորել, որ գոնե 99%-ով մաքրի այդ ջուրը, որ իրենք խմում են։ Ով գիտեր անում էր, ով չգիտեր այդպես էլ խմում էին, ծորակների ջուր օգտագործում և հետո էլ զարմանում, թե այս ինչքան շատ են աճում, ինչքան արագ են աճում տարբեր հիվանդություններ։ Սնունդի մասին ասեցի, որ ամեն ինչի մեջ, ամեն տեսակի խանութներում այն ժամանակ վաճառվող, դա կլիներ հրուշակեղեն, դա կլիներ հազար ու մի տեսակի պակետավորված ապրանքներ, որոնց մեջ եթե հետևում կարդայիք նրանց գրված բաղադրությունը, ինչքան քիմիական նյութեր կային, բայց էլի միամիտ մարդիկ կարծում էին, թե եթե վնասակար լիներ մեր առողջությանը, այս ուտելիքը, այս սնունդը չէր լինի այստեղ փաթեթավորված դրված վաճառքի, որովհետև չէին թույլ տա նման վնասակար, որևիցե վնասակար բան մարդկության համար դրվեր վաճառքի, որ մարդիկ օգտագործեին, բայց ինչպես տեսնում եք, այն ժամանակ մարդիկ շատ միամիտ էին, շատ ազնիվ էին և կարծում էին, թե ինչպես իրենք են պատկերացնում, որ այդպես պետք է լինի, այդպես էլ կա։ Այդ միամտությունը իրենց թույլ չէր տալու նույնիսկ կասկածելու, որ որևիցե օրինակի համար պակետավորված հրուշակեղեն այս նյութերով թույլատրվել է, որ բերի վաճառվի, իրենք մի խոսքով վճարում էին իրենց քրտնաջան աշխատանքի գումարները ծախսում էին այդ տարբեր տեսակի սննդի համար և այսպես ասած դուրս էր գալիս, որ իրենք վճարում էին իրենց իսկ թունավորելու համար։
դուք պատկերացնում եք, թե սա մի հատ ինչ խաբկանք և մանիպուլյացիա էր և վստահության չարաշահում։ Դրանով չբավարարվեցին նրանք, և գիտեք ինչ մտածեցին նույնիսկ, բերեք գիտեք ինչ անենք, բերենք այն ժամանակ ինքնաթիռներ կային, ինքնաթիռներով սփռենք օդի մեջ տարբեր տեսակի սուլֆուր, թե ալյումինիում, տարբեր նյութեր, հիմա այս պահին կարևոր չէ, փոշին, դա քիչ-քիչ կիջնի, կսփռվի, դաշտերը, հարթավայրերը, մարդկանց այգիները, կմտնի հողի մեջ և այդպես վնաս կտա տարբեր ձևի, տարբեր բուսականության ծառերին, մաքուր օդին, մարդիկ կշնչեն և այլն։ Դա էլ մեկ այլ ձև էր, որը որ արդարացնում էին, թե դա ինքնաթիռի թողած հետքն է։ Տարբեր երկրներում մարդիկ նկարում էին ու նկարում, այսինչ գծեր են, այսինչ խաչուբար գծեր են, այսինչ տարօրինակ գծեր են, որ ժամերով չեն անցնում, ժամերի ընթացքում նոր հազիվ ծանրանալով, լայնանալով իջնում են, նոր հետո անհետանում երկար ժամանակ։ Սկսեցին որոշ մարդիկ խոսել այդ մասին, ասել, նկարել, համացանցերում խոսել, շատ էին այն մարդիկ, որոնք հասկացան, նույնիսկ հայտնաբերեցին նկարները, թե ինչ մեծ բալոններով, ինչեր է դրվում, այդ ինքնաթիռների ներսը, ինչ է վրան գրված և այլը, եթե ցանկանում եք կարող եք արխիվներում ինքներդ նայել, հետաքրքրվել, այս հեքիաթ է, բայց կարող է արխիվներում փաստեր գտնեք։ Մի խոսքով, նաև նրանք ցանկանում էին արևից պաշտպանել, այնպես անել, որ ստեղծել որևիցե պաստառի պես այնպիսի մի այսպես կոչված վրան, որ արևը այնքան չթափանցեր և չլուսավորեր երկիրը, բայց չհասկանալով, որ դա ստեղծում էր խոնավություն և բորբոս և հազարու մի ինֆեկցիոն հիվանդություններ, իհարկե հասկանալով գուցե։ Տարբեր պատճառներ էին գտնում, որ պաշտպանության համար, իհարկե ամեն ինչ տարբեր պատրվակներով։ Նաև ասեմ այն մասին, որ շատ վաղուց պլանն այն էր, որ մարդկանց բաժանել ոչ միայն սահմաններով պետությունները, այլև կրոնով, որպեսզի այս կրոնի մարդիկ կռվեն, վիճեն և պայքարեն միմյանց դեմ, ատեն միմյանց և երբեք չհամախմբեն, չհասկանան, որ բոլորն էլ, եթե օրինակ ոչ մի կրոն հասկացությունն անգամ չլիներ, ընդհանրապես կրոնական ոչ մի պատերազմ չլիներ, չէր լինի միմյանց հանդեպ, որովհետև ինչի համար, եթե չգիտեն նույնիսկ կրոնն ինչ է։ Դա էլ մի բաժանման, պառակտման ձև էր։ Ձևերից մեկը, հարյուրավոր ձևեր կային, եթե թվարկեմ ամեն ինչ այս հեքիաթի մեջ, շատ երկար կտևի։ Հիմա ուզում եմ անցնել մի երկրի մասին խոսել, այս հեքիաթի մի պայծառ չքնաղ գեղեցիկ, փոքրիկ երկիր։ Այնտեղ ապրում էին ամենախելացի գերագույն մտքով, հոգով և գեղեցկությամբ մարդիկ։ Բայց չար մարդիկ նախանձվեցին այս ամենին և որոշեցին այս երկիրը քայքայել։ Այդ ռեպտիլոիդ ցեղերը ուղարկեցին իրենց նման ռեպտիլի տեսքով կառավարիչների։ Մեկը նման էր դինոզավրի, մեկը նման էր բորենու, մի քիչ աչքերը կիսակույր, բորենին
մյուսը նման էր դինոզավրի կնճռոտված, մյուսը նման էր մողեսի գլխով ռեպտիլոիդի, և սրանք սկսեցին այս երկիրը թալանել, կեղեքել ժողովրդին, բերել գոյատևության ցածր մակարդակի, որ հազիվ կարողանան ծայրահեղ պայմաններում իրենց գոյատևությունը պաշտպանել և բոլորովին էլ չմտածել, թե ինչքան են գողանում, ինչքան են թալանում պետբյուջեն, այդ ժամանակ այո պետբյուջե էր, և հանկարծ, երբ որ մարդիկ հասկացան, որ այսպես հանդուրժել այլևս չի կարելի, որոշեցին լուծումներ փնտրել և այս ռեպտիլոիդները, կառավարիչները հասկացան, որ ժամանակն է փոխվելը, որպեսզի ժողովուրդը հիմա էլ վստահի մեկ այլ մարդու, որը իրենց նման չէ։ Եվ փնտրեցին մի քիչ, հիշեցին ու գտան։ Գիտեք ինչ, այնտեղ ապրում էր մի հատ քաջնասար։ Ամբողջ օրը ծուլորեն տանը նստած, երկնքին էր նայում, ուտում էր, պառկում, քնում և այլ այդ ճանճերը վրա տված, կեղտոտ փնթի մի տան մեջ, մեծամասամբ դրսում էր քնում և մտածում էր, որ կգա մի օր, ես ինքս կգնամ, քարավանը կկտրեմ և կբերեմ տունը կլցնեմ։ Դա էր իր երազանքը և ասում էր, դրա համար ամեն ինչ կանեի։ Եվ իհարկե անտեսանելի ձայները լսեցին նրա այդ խնդրանքն ու երազանքը և որոշեցին բերել և նրան դնել ժողովրդի կառավարիչ, որովհետև նման անգրագետ, թույլ և անունակ որևիցե բանի ընդունակ չէր, հեշտ էր կառավարել, այսինքն իրենք կառավարելու փոխարեն նշանակեցին իրենց փոքրիկ զինվորիկին։ Նշանակեցին ժողովուրդը կարծես թե այնպես արեցին, որ ժողովուրդը կարծես թե ինքը ընտրեց դրան և դրա մեջ տեսավ իր հույսը, իր ապագան, իր ամբողջ գալիք երջանկությունը, իր սերունդների երջանկությունը, խանդավառված գնացին ետևից, դարձան այս թատրոնի մի մաս, նորից մանիպուլացված և այս մարդը, երբ որ նստեց գահին, մտածեց, թե էսով եսով ու աչքերը զարմանքից ու ապշանքից, թե ինչ կյանք գոյություն ունի, այնպիսի մի իր մոտ հոգեկան ցնցում առաջացրեց, որ սկսեց բարձրանալ ամբիոններին և խեղկատակի պես էլեկտրական շոկի տակ թափահարել ձեռքերը խոսելիս, մտածել, թե ինչ էլ որ անի իրեն թույլատրելի է և դարձավ, այսպես ասած, ժողովրդի աչքին մի ծաղրածու և բոլորը ապշեցին, թե այս ում ենք ընտրել մեր բախտը կառավարելու։ Ժողովուրդը շատ էր հիասթափված, շատ զոհեր եղան այդ խրտվիլակի պատճառով, պատերազմ եղավ, զոհեր եղան, ժողովուրդը դեռ փորձում էր հավատալ և նորից շանսեր տալ, բայց տեսավ, որ չէ, այսպես չի լինում։ Մեկը, երկրորդը, երրորդը, չորրորդը, մինչև երբ իրենց կյանքում ոչինչ չի փոխվում։ Եվ մնացին, նայեցին շուրջը, չկարողացան գտնել որևիցե մեկին, որը իրոք ցանկանար երկիրը և իրենց կյանքը բարելավել։ Բայց ժողովուրդը սկսեց հասկանալ, որ ժամանակն է, որ իրենք փոփոխություն մտցնեն և անեն ամեն ինչ իրենց ուժերում է։ Նրանք հասկացան, որ տարիներ շարունակ մտածել են, որ այս մի երկիրը, մյուս երկիրը մեզ շատ են սիրում, միշտ կգանք օգնեն
Եվ տեսան, որ դժվար պահերին ոչ մեկն էլ չի գալիս օգնության, միայն ինչ-որ կեղծ հայտարարություններ են անում, ցավում ենք, կներեք, չենք կարող, մեկ անգամ, 10 անգամ, 100 անգամ, ժողովուրդը հասկացավ, որ ինքը մենակ է, ինքը միայնակ պետք է պայքարի ամեն ինչի դեմ, իր մեջ է ուժը, իր մեջ է կարողությունը և ոչ ոքի կարիքն էլ չկա, հասկացավ իր ուժը, ոտքի կանգնեց, ամբողջ չղարշը ընկավ աչքերից և հասկացան, թե ինչքան իրենք ուժեղ են, ինչքան ունակ են, ինչքան կարող են և այն ամենը, ինչ որ թաքնված էր իրենցից, իրենց ուժի մասին կարողությունների հանկարծ ի հայտ դարձավ։ Եվ կար մի հատ մոլորակ, Սատուրն մոլորակ, նա էլ բոլորին օրհնեց, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ իրենց ամբողջ ուժը, պոտենցիալը և հասկանալ, որ իրենք ուղղակի գտնվում են մի մղձավանջի մեջ և այդ մղձավանջը ոչ թե իրական է, այլ պրոժեկտի տակ, ինչպես օրինակ կինոթատրոններում են պրոժեկտը դնում դեպի պատը և ցույց տալիս կինոնկարը, դա իրենց պրոժեկտացված էր, իսկ իրենք կարծում էին, թե դա իրականություն է և իրենք իրոք անելանելի վիճակի մեջ են և բոլորովին անկարող։ Այդ ամեն ինչը բացվեց, իրենք հասկացան, որ այդ մղձավանջը իրական չէ, իրականն այն է, իրենք հասկացան, որ այն, ինչ դու մտածում ես քո մասին, դա է իրականը, ուզում է դա լինի վատը, թե լավը, այսինքն իրենք շրջապատված են այնպիսի հայելիներով, որ յուրաքանչյուր մտածմունք ու զգացմունք կրկնապատկվում է և ետ է գալիս դեպքերի տեսքով։ Դուք պատկերացնում եք, ինչպիսի առեղծված բացվեց այդ մարդկանց համար, որ հասկացան, որ եթե ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե իմ մտածելույթ է կառված ինչ կգա դեպի ինձ, դա նշանակում է իմ առողջությունը, իմ հարստությունը և իմ կյանքը իմ ձեռքերում է։ Այս գյուտը, այս հայտնագործությունը իրենց համար մարդիկ արեցին և հասկացան, որ հիմա մենք կարող ենք ստեղծել մեր ապագան այնպես, ինչպես մենք կցանկանանք, առանց վերահսկիչների մեր գլխին, առանց իրենց թելադրած օրենքների վնասակար։ Եվ մարդիկ սկսեցին ապրել բարգավաճ, ամեն ինչ աճում էր, գեղեցիկ էր, մարդիկ երջանիկ էին, մարդիկ սկսեցին իրենց ավանդույթներով հագնվել իրենց ավանդույթների համաձայն, գալիս էին ճամփորդներ հիանում այս երկրով, նայում էին, թե ամենուրեք ինչպես տոնական է, ամեն ինչ տոնական է, ուր գնում են մարդիկ երջանիկ են, երգում են, պարում են, աշխատում են, ամեն ինչ, բոլորի դեմքերը առողջ, գեղեցիկ և այսպես այս երկիրը դարձավ օրինակելի մի երկիր, իսկ այն քաշնազարն ու այն ռեպտիլոիդ կերպարները օդի մեջ այնպես մանր-մունր մասերի, հազարավոր մասերի բաժանվեցին օդի մեջ և փոշիացան։ Ահա թե ինչ եղավ նրանց հետ, երբ որ ժողովուրդը հասկացավ, որ իր ուժը իր զգացմունքների, իր խելքի և իր ձեռքի մեջ է։ Այսպիսով ավարտեմ այս հեքիաթը, շատ տեղեր կարճ կապեցի, բայց ինձ թվում է միգուցե ձեզ, հուսով եմ, որ դուր եկավ։ Առայժմս այսքանը, միշտ նոր հեքիաթներ